Տերը օրհնի ձեզ, ես ուրախ եմ, որ Տերը այսօր այս խոսքն ա տվել, խնդրել, սպասել եւ ստանալ, հալելույա, փառքերը Հիսուսին։ Շատերս խնդրել ենք, շատերս սպասում ենք եւ շատերս գրեթե արդեն ստանալու պահին ենք։ Ես այսօր ուզում եմ այս խոսքերով ձեզ խրախուսեմ, սիրելի եկեղեցի, որ վստահություն ունենաք Քրիստոսի մեջ ամեն ժամանակ, ամեն։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Այսօր ընդամենը մի համար եմ կարդալու ձեր համար, մի համար, ու այդ մեկ համարը սիստեմատիկ դավանելու ենք այսօր, ամեն։ Այս համարի մեջ մեծ կյանք կա, մեծ ընթացք կա, սիրելիներ։ Գիտեք, մենք գնալով հիմա մոտենում ենք Զատիկին։ Տեր իմ սրտի մեջ դրեց, որպեսզի նախքան Զատիկը անցնենք Հովանու ավետարանը 13-ից մինչև 17-րդ գլուխները, սիրելի եկեղեցի։ Հովանու ավետարանը երբ որ կարդաք, շատ հետաքրքիր է, մենք տեսնում ենք Քրիստոսի ծառայության 3 տարիները նշված են Հովանու ավետարանի մեջ։ Եվ Հովանու ավետարանի մեջ գիտեք ինչն է շատ գեղեցիկ։ Ճիշտ է, մենք միշտ խոսում ենք Պենտեկոստեի մասին, վերնատունը, որ Աստծո օգին իջավ, չէ, Պենտեկոստեի այդ սենյակի այդ վերնատան մեջ, բայց չէ որ բաներ կատարվեց նախքան Պենտեկոստեն այդ վերնատանը։ Հովանես առաքյալը Հովանես 13-ից 17 գլուխները նշում է վերնատան այդ սենյակում ինչ էր կատարվում առաքյալների հետ։ Մենք ամեն ամսվա առաջի կիրակին ընդունում ենք Տիրոջ արյունն ու մարմինը, ամեն, եւ դա հենց վերնատանը Տերը արեց։ Այդ նույն վերնատանը, որ Սուրբ Հոգին իջավ, նրանք Սուրբ Հոգով մկրտվեցին, սիրելի եկեղեցի, այդ նույն վերնատան մեջ Տերը իր արյան ու մարմնի խորհուրդը բացեց, ամեն, փառքեր Հիսուսին։ Հաջորդ կիրակի Տիրոջ արյունն ու մարմինը միասին ընդունելու ենք, փառքեր Հիսուսին։ Այսօր ուզում եմ կենտրոնանալ, քանի որ անցյալ կիրակի խոսացինք Հակոբի կյանքի մասին ու հիմնական Հակոբի աղոթքի մասին, որն ասեց դու ինձ ասել ես Տեր Աստված 2 անգամ ու ասեցինք, որ ամենահզոր աղոթքը նա է, որ Տիրոջ խոսքը դու օգտագործում ես Տիրոջ դեմ։ Տիրոջ խոստումները օգտագործում ես Տիրոջ դեմ։ Ու ասում ես դու ես ասել Տեր։ Գիտեք, նա այդպես արեց։ Հակոբը 2 անգամ հիշացրեց Տիրոջը, որ ինչ ա Տերը իրեն ասել։ Եվ այսօր, քանի որ խոսում ենք այդ աղոթքի մասին, ես կուզեմ մի այլ աղոթքի թեմայի շուրջ խոսանք։ Բանալի համարը Հովանես, ավետարան 16-րդ գլուխ, ընդամենը 1 խոսք։ 16-ից 24, 16 գլուխ 24 խոսքը։ Մեր Տերը ասաց, մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել, խնդրեցեք եւ պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի, ամեն։ Խնդրեցեք եւ պիտի ստանաք եւ ձեր ուրախությունը կատարյալ պետք է լինի։ Ես չգիտեմ այս խնդրել ու ստանալու մեջ դուք որտեղ եք կանգնած ձեր կյանքի փուլերում, սիրելիներ։ Չգիտեմ որ հատվածի մեջ եք կանգնած խնդրելու, սպասելու, թե ստանալու, բայց այսօր ես ուզում եմ հավատք դավանեմ այս տան մեջ։ Կենթանի Հիսուսի հավատք, ամեն, սիրելի եկեղեցի։ Ամենառաջի բանը նախքան խնդրել ու ստանալու մասին թեման խոսալը, ես կուզեմ այս խոսքը, որ Տերը ասեց, մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել։ Գիտեք, շատեր ասում են, Արմեն եղբայր, ում անունով աղոթենք։ Հոր անունով աղոթենք, Սուրբ Հոգուն դիմենք, թե Հիսուսին ում անունով աղոթենք։ Ես ասում եմ Առաջի Տիմոթեոս 2-րդ գլուխ 5-րդ խոսքը։ Պողոս առաքյալը ասում է մեկ է Աստված, ամեն։ Մեկ է Աստված ու 3 անձ, Հայրը, Որդին եւ Սուրբ Հոգին։ Մեկ է Աստված եւ մեկ է միջնորդը Աստծո եւ մարդկանց միջեւ Հիսուս Քրիստոսը, Աստվածը, փառքեր Հիսուսին։ Այ դրա համար ամեն անգամ երբ որ լսում եք, երևի ինձանից շատ եք լսել Հիսուսի անունով, Հիսուսի անունով, Հիսուսի անունով, այո, սիրելիներ, որտեվ Տերը ասեց իմ անունով խնդրեք, ամենառաջինը։ Գիտեք, այս խոսքերի մեջ կա շատ մեծ պարզ իրականություն, որ Տերը ասեց խնդրեք եւ պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի, կա խնդրելը եւ կա ստանալը եւ այդ երկուսի միջեւ կա սպասելու ժամանակը։ Ես այսօր ուզում եմ ընթացքի մասին խոսանք, սիրելիներ, որտեվ շատերս մեր կյանքում մենք կոտրվում ենք, հուսահատվում ենք, թողում ենք շատ բաներ, որտեվ խնդրելը հեշտ է, բայց սպասելու ընթացքի մեջ այս այա դժվարը, երբ որ պետք է սպասես, ամեն սիրելի եկեղեցի, ամենադժվար մասը սպասելն է, ընթացքն է միշտ։ Ես 3 օրինակ եմ բերելու Աստվածաշնչից այսօր։
Սպասումը կարող է առաջացնել շփոթություն, հուսահատություն, ցավ, նույնիսկ բարկություն Աստծո նկատմամբ։ Ես մեր եղբայր Արմենի հետ երբ որ խոսում ենք հիվանդանոցում, գիտեք, մեր եղբայր հետաքրքիր բան ասում։ Այո, շատ ժամանակ նա զգացել է այս բոլոր այս զգացմունքները, շփոթություն, հուսահատություն, ցավ, նույնիսկ կարող լինի բարկություն Աստծո նկատմամբ։ Տեր Աստված, ինչու ես ուշանում իմ կյանքի մեջ, ինչու է պատասխանը ուշանում, որտեվ ամենադժվար բանը նա է, որ շատ ժամանակ մենք կենտրոնանում ենք պատասխանի վրա, այլ ոչ թե ընթացքի վրա, սիրելներ, ամեն։ Եկեք պատասխանը թողենք Տիրոջը, ամեն։ Դա Տիրոջ մասն է, ես դրա մասին կասեմ ձեզ։ Մարկոս 11:24 այս նույն համար այսպես ասում. այն ամենը, ինչ աղոթքով խնդրեք, տեսեք, աղոթքով խնդրեք, հավատացեք, որ կստանաք ու դա կտրվի ձեզ, ամեն սիրելի եկեղեցի։ Ես հավատում եմ, ամեն մեկս երբ որ խնդրում ենք, մենք արդեն հավատացել ենք, որ խնդրում ենք։ Աննպատակ կլինի, որ դու ուղղակի չհավատաս ու մի բան խնդրես։ Այն Աստծուց, որին չես տենում, անտեսանելի Աստված, բայց նա կա ու իրական, ամեն սիրելի եկեղեցի։ Ես խեմ այս խոսքերը ուղղում, որտեղ շատ ժամանակ մենք խնդրել ու ստանալու մեջ շեշտը դնում ենք հավատքի սկզբնական խնդրելու վրա, բայց չենք խոսում հավատքի ընթացքի ու process-ի վրա։ Հավատքը գործում է ոչ թե միայն սկզբնական մասը, որ պետք է խնդրես, այլ հավատքի ամենամեծ մասը գործում է ընթացքի մեջ, որ պետք է քայլես ընթացքը մինչև ստանալը, ամեն սիրելի եկեղեցի։ Փառքեր Հիսուսին։ Հավատքը նշանակում է վստահել Աստծուն սպասման պահին։ Փառքեր Հիսուսին։ Հավատքը չի գործում, երբ դու արդեն ստացել ես, հավատքը գործում է, երբ դու դեռ սպասում ես։ Այ Մարկոս ավետարանի ասած միտքը հենց սա է, որ այն ամենը ինչ աղոթքով խնդրեք, հավատացեք ընթացքի մեջ ու սպասեք, որ առնելու եք։ Ես իմ կյանքի մեջ ես կարամ իմ կյանքի վկայությունը տամ։ Ամենաշատ, ամենամեծ աղոթները, որ ես Տիրոջը բերել եմ, մի անգամից չեմ ստացել։ Դու կարաք դա դավանեք ձեր կյանքի մեջ։ Եղել են կյանքիս մեջ հրաշքներ, որ մի անգամից, այո, խնդրել եմ հավատքով ու ստացել եմ, բայց մեծամասնությունը իմ կյանքի աղոթների մեջ եղել է ընթացք ու սպասման պահ, սիրելներ։ Ես այսօր կասեմ, որ դա աստվածաշնչային է։ Դա աստվածաշնչային է եղել սուրբերի կյանքի մեջ։ Ես ունեմ երկու կարևոր կետ այսօրվա համար, ձեզ համար, սիրելներ։ Առաջինը քո մասն է, հիշի, առաջինը քո մասն է։ Քո մասը խնդրելն ու սպասելն է, ամեն։ Երկրորդը Աստծո մասն է պատասխանը։ Պատասխանի վրա շատ մի կենտրոնացի, սիրելիս։ Պատասխանը քո ձեռքերի մեջ չի։ Պատասխանը ընթացքի ու Աստծո ժամանակի մեջ է, ամեն սիրելի եկեղեցի։ Ես ձեզ այսօր ձեր կյանքի մեջ հույս եմ ուզում տամ։ Ուզում եմ, որ դուք ինքներդ ձեր հավատքը չմեղադրեք։ Որ ասեք միգուցե այլևս իմ կյանքի մեջ մի բան այն չի, ուղղակի երևի կարող է հավատք չունեմ, հավատքս քիչ է կամ այսպիսի բաներ կարաք ասեք, բայց հավատացեք, դու ունես հավատք սпасելու ժամանակ։ Դու ասա ես ունեմ հավատք։ Քրիստոս հավատք ունեմ, Տեր ինձ տալիս է, Տեր ինձ զորացնելու է ու ես ստանալու եմ Տիրոջից այնինչ որ Աստված իմ համար պատրաստել է, հալելույա։ Աստված ավելի շատ է հետաքրքրված ոչ թե այն բանի վրա, որ մենք ստանում ենք, այլով ենք դառնում ստանալու ճանապարհին։ Այ Աստծո նպատակակետը դա է։ Ով ենք դառնում ստանալու ճանապարհին, ընթացքին սիրելի քույրս, եղբայրս։ Ամենաառաջի օրինակ ուզում եմ բերեմ Հովսեփի կյանքի օրինակը, ամեն։ Հիշում եք 17 տարեկան էր Հովսեփը, մի երազ տեսավ, 17 տարեկան երազը տեսավ։ Եթե Հովսեփի տեսած երազը դու գնաք ձեր քույր եղբայրներին պատմեք, իմացեք նույն օրն եք ընկնելու։ Կտանեն ու ձեզ գուվը կգցեն, ամեն։ Երազը տեսել էր, բայց ժամանակները չէր կարում հասկանար, ընթացքը չէր կարում հասկանար, ինչու ոնց է լինելու, երբ է լինելու։ Ասма երազ տեսա մի հատ իր եղբայրներին, ասма դաշտում տեսա խուրձեր, որ կապված են, եւ իմ խուրձը բարձրացավ եւ կանգնեց ուղիղ, իսկ ձեր խրձերը ասма կանգնեցին իմ շուրջը եւ երկրպագեցին իմ խուրձին։ Եղբայրները ասում են՝ մի րոպե Հովսեփ ջան, արդեն քեզ ատում ենք, բայց ավելի շատ ատեցինք միջև հիմա, ամեն։ Էս ինչ ես ասում։ Եվ ասում եմ, հələ սպասեք, հələ մի հատ երազել եմ տեսել։ Երկրորդ երազը ծնողներին էլ է մեջը մցնում, ամեն։
Ասում է մի ուրիշ երազել տեսա եւ այն պատմեց իր եղբայրներին ասելով մի երազել տեսա Արեգակը, Լուսինը, իր ծնողները եւ 11 աստղեր, որ իր եղբայրներն են, երկրպագում էին ինձ։ Սիրելի եկեղեցի, սա դեռ սկիզբն էր խնդրելու։ Խնդրելու ժամանակ Աստված մեծ բաներ ա ցույց տալիս։ Ամեն, բայց ընթացքն ա դժվար։ Աստված ավելի հետաքրքրված ա մեր ընթացքով, մեր կյանքով, սիրելներ։ 17 տարեկանում նա երազը տեսավ, 30 տարեկանում դարձավ նոր Եգիպտոսի երկրորդ մարդը։ Պատկերացրեք, 13 տարվա ընթացք անցավ Հովսեփը։ Ու մենք գիտենք Հովսեփի կյանքը։ Ինչ էր մտնում այդ ընթացքի մեջ, սիրելի քույրս եղբայրս, դավաճանություն, սուտ մեղադրանք, բանտ, մոռացվածություն, ամեն։ Աստված պատրաստում էր Հովսեփին։ Ընթացքի ժամանակ Աստված պատրաստում է քեզ, ամեն։ Հիշիր, ես չգիտեմ քո ընթացքի որ շրջանում ես կանգնած, սկզբնական մեջտեղը թե արդեն ստանալու, բայց Աստված ինչ որ բան անում քո կյանքի մեջ, ամեն։ Աստված օգտագործում է ընթացքը քո նպատակի, քո կյանքի համար, քո լավի համար, սիրելի քույրս եղբայրս, քո բնավորությունը ձևավորելու համար, քո հավատքը ուժեղացնելու համար, քո սիրտը մաքրելու համար, քույրս եղբայրս, եւ քեզ զորացնելու համար, ամեն։ Հետաքրքիր է, երբ որ հիմա նայում ենք շատերի կյանքի մեջ, մի ընտիր քարոզիչ կա Լեոնարդ անունով, մի հետաքրքիր բան ասում։ Ասում Աստված հայրը եւ Սուրբ Հոգին Հիսուսին երկրի վրա 30 տարի պատրաստեց, որ 3 տարի Հիսուսը քարոզի։ Հիշում եք, նա ծնվեց Սուրբ Հոգով, նրա ծնունդը եղավ եւ նա ասում է 30 տարի պատրաստվեց մեր Տերը, որ 3 տարի ծառայի։ Բայց այսօր ասում է շատ քարոզիչներ հակառակն են անում։ 3 տարի գնում են Bible College, որ 30 տարի քարոզեն։ Մենք գիտենք, որ եթե ինչ-որ 3 տարի ինչ-որ մի բան ենք անում, ինչ-որ մեծ բաներ ենք անելու Տիրոջ առաջ, բայց իմացեք սիրելներ, ամենամեծ հրաշքները կատարվում է մեր կյանքում սպասելու ժամանակ, ընթացքի ժամանակ, որ Աստված մեր կյանքում կերտում է բնավորություն, իր տեսքը, իր ձևը, դա է դնում մեր մեջ, սիրելի եկեղեցի, ամեն, հալելույա։ Ես այսօր կուզեմ էկրանի վրա մի հատ նկար կա, դնեք, բամբուի նկարն է, չինական բամբուն շատ հետաքրքիր է։ Մենք մեր առաջի տունը, որ առել ենք սիրելներ, մեր հետևի հողամասում չինական բամբու կար սերմանած։ Եթե դուք այս բամբուները ունեցել եք, դուք գիտեք ինչ քաոսի մեջ եք ընկել, եթե ուզում եք սա արմատախիլ անեք։ Մաքրում ես ու մաքրում ես, էլի նորից էլի աճում է, հասկանում ես։ Ու չես կարում վերացնես, շատ դժվար է սրան այս բամբուները վերացնել քո տարածքից։ Բայց ինչն է հետաքրքիր այս չինական բամբուների։ Երբ որ դու այս բամբուն որ տնկում ես, առաջի տարին ոչ մի բան չես տեսնում։ Երկրորդ տարին ընդհանրապես, երրորդ տարին, չորրորդ տարին ոչ մի բան չկա։ Դու կարծես մտածում ես, որ ընթացքի մեջ այդ սերմը մահացել է, այլ սերմի հետ ոչ մի բան չի կատարվում, ամեն։ Բայց հարցը սա է։ Այն 5-րդ տարում ինչա կատարվում բամբուի հետ, մի անգամից 25 մետր կարա աճի։ Մի անգամից 1 տարում կարա 25 մետր աճի։ Եվ ինչն է հետաքրքիր, սիրելիս, սպասման տարիները կորստի տարիներ չէին։ Ամեն։ Սպասման տարիները ինչ Աստված անում, մեր մեջ ավելի խորը արմատներ ա գցում։ Ավելի է մեզ դիրքավորում իր մեջ, սիրելներ։ Դու կարող ես չտեսնել աճը, բայց դա չի նշանակում, որ աճ չկա քո կյանքի մեջ։ Դու աղոթքներ ես անում, խնդրում ես քո հարազատի համար, քո տղայի, քո աղջկա, ինչ որ մի բան քո կյանքում դու խնդրել ես ու սպասում ես, ու սպասման ընթացքի մեջ դու մտածում ես, որ ինչ որ մի բան մահացավ քո կյանքի մեջ, քանի որ չես տեսնում արդյունքը։ Բայց Աստված ասում է, ես քո արմատների վրա եմ աշխատում։ Քո կյանքի, քո հիմքերի վրա, քո բնավորության վրա, քո մարդ տեսակի վրա, սիրելի եկեղեցի, հալելույա, փառքեր Հիսուսին։ Երբ դու խնդրում ես, Աստված աշխատում է արմատների վրա։ Ինչ որ մեկի, ինչ որ մի բանի։ Երբ դու սպասում ես, Աստված խորացնում է քո հիմքերը իր մեջ։ Երբ դու ստանում ես պատասխանը, երբ որ դու տեսնում ես, այն ժամանակ բոլորն են տեսնում քո կյանքի մեջ Քրիստոսի պտուղը։
Այդ համբերության պտուղը տեսնում են, որ դժվարություններից ինչեր կարան ծնվեն։ Ու ասում ենք, Տեր Աստված, այս մարդը 2-3 բանկրոտով անցել, չգիտեմ ինչերով, խնդիրներով, դժվարություններով, ընտանիքի երեխայի, ես իմ ինչ կորուստ անցավ, բայց այդ ամենից բացի Աստված ասում է, Հոբ, նորից ես երեխաներ ունենալու։ Հոբ, կորցրեցիր քո առաջինը, բայց սպասի ես քեզ ավելի մեծ ընտանիքի տեր եմ անելու։ Ամեն սիրելի եկեղեցի, այս է պատասխանն է, այս է Հոբի կյանքն է։ Ոնց կարանք այս խնդրելն ու ստանալը կիրառենք 5 կտակարանում սուրբերի կյանքի մեջ։ Այսօր ես շատ եմ սիրում մեր 50-ական, հոգեգալստական, ասենք, պենտեկոստալ այս հռչակումները, որ անում ենք, բայց շատ ժամանակ շատ աբսուրդ ձևով ենք անում։ Հավատում եմ, խնդրում եմ, հենց հիմա տուր Տեր Աստված, հենց հիմա այստեղ։ Դիր իմ սեղանի վրա։ Աստված ասում է, եւ դա է հիմա որ ես տամ, ախր դու կարող ես, եթե քեզ $3 միլիոն տամ, ո՞նց ես տնօրինելու։ Ես գիտեմ դու ինչ կանես։ Ես գիտեմ դու ուր կգնաս։ Միգուցե Արմեն, ստեղ չգաս ու չքարոզես, հասկանում ես, ասես, Տեր ինձ կանչեց, ես գնում եմ ինչ-որ մի երկիր, հասկանում ես։ Տեր ամեն բան գիտի, Տեր, ում ինչքան ոնց է տալի, որ ժամանակների մեջ ու մեր ընթացքի մեջ մեր սպասումները ոնց անա բավարարում, սիրելներ, Փառք Հիսուսին, հալելույա։ Կա մի պարզ ճշմարտություն, խնդրում եմ հիշեք այս ճշմարտությունը։ Աստված միշտ ցույց է տալի վերջը, բայց ոչ գործընթացը։ Հավատացեք։ Ավետարանը կարդացեք ու տեսեք, միշտ նա ցույց է տալի ապագան, բայց ցույց չի տալի այն մեջտեղերը ինչ է լինելու, ոնց է լինելու։ Օրինակ մենք հիմա կարդում ենք սուրբերի կյանք, ասում ենք, հա դե էս էր, ու շատ ժամանակ կարդում ենք Ծննդոց 28-ը, մեկ է 32-ը, գիտենք մի օր անցավ ու սենց, բայց դրա մեջ ընթացքու տարիներ են անցել։ Մինչև Հակոբը փոխվել է, դառել է Իսրայել, հասկանում եք, սիրելներ։ Հովսեփի կյանքի մասին Սաղմոս 105:19 գիտեք ինչ ասում։ Այսպես ասում. Մինչև որ կատարվեց Աստծո խոսքը Հովսեփի կյանքի մեջ, ասում է, Տիրոջ խոսքը փորձեց նրան։ Սպասելու ժամանակ Տերը իր խոսքով փորձելու է քեզ։ Աստված փորձելու է քո դրդապատճառները։ Աստված փորձելու է քո խնդրելու նպատակը։ Խնդրելդ ինչի համար էր, ինչ նպատակ ուներ, ինչի համար ես խնդրում, հասկանում ես, քույրս եղբայրս։ Աստված ցույց տվեց Հովսեփին երազը, բայց նրան ցույց չտվեց բանտը։ Նրան ցույց չտվեց այն գուբը, որ եղբայրները գցելու էին։ Նրան ցույց չտվեց Փառք Աստծո պետապրեսի կնոջը, հասկանում եք։ Շատ բաներ ցույց չտվեց Աստված Հովսեփին ընթացքի մեջ։ Ինչու սիրելներ, որովհետև եթե Աստված ցույց տար ամբողջ ճանապարհը, շատերս կհրաժարվենք։ Իմ կյանքի վկայությունն եմ ձեզ տալի։ Այս եկեղեցին սերմանված, ովքեր որ եղել եք ամենասկզբում, սիրելի քույր եղբայրներս, դուք արագ վկայեք ինչ դժվարություններով ենք անցել։ Եթե Աստված ինձ ցույց տար այդ առաջի 5 տարիները, ես այդ քայլը չէի անի, անկեղծ եմ ասում։ Որ կիրակիներ եկել են եւ այստեղ եղել են 5, 7, 10 հոգի ամենաշատը նստած։ Կիրակից կիրակի, 1 ամիս, 2 ամիս, 1 տարի, ոչ մի բան չկա, աճ չենք տեսնում։ Բամբուն սերմանել ենք, սիրելներ, հասկանում եք։ Ու չենք տեսնում, որ ծիլ է տալիս անգամ։ Ու քանի անգամ գնացել եմ ու Վարդուն ասում եմ, Վարդ, գիտես, երևի Աստծո կամքը չի։ Ոնց որ զգամ ես, երևի պետք չի սա անեմ։ Արի հաջորդ կիրակի ասենք մեր ժողովրդին, որ սա մեր վերջի կիրակին է լինելու։ Ու մեկ էլ հաջորդ կիրակի գալիս եմ ու 1 հոգի ավել գալիս, 1 հոգի մարդ։ Ու Սուրբ Հոգին ասում է, Արմեն ասում է, երբեք չմեղադրես սերմը քո սերմանած։ Երբեք չկասկածես այն գործը, որ ես անելու եմ այս քաղաքի մեջ, սիրելի քույրս, եղբայրս։ Ես այս վկայությունը ձեզ տվել եմ, գիտեք, իմ ծառայությունը 2 կողմանի է, համ ծառայում եմ հայկական համայնքին, համ Դեստնի եկեղեցու միսիոներական ծառայության հովիվն եմ, որ 40 ընտանիք ենք ապահովում պահում, մեր տարվա բյուջեն $1.5 միլիոն է, պրոջեկտներ, հիվանդանոցներ ու շենքեր են կառուցում։ Այս հունիս ամսին միսիայի թիմ ենք տանում Գեմբիա երկիրը,
Հասկանում եք 95% մուսուլման են, սունի մուսուլմաններ, բայց Քրիստոսին են գալի, եկեղեցին աճում է, պետքա գնանք եկեղեցիներ կառուցենք, պետքա գնանք Քենիա 400 եկեղեցի կառուցենք, սիրելի եկեղեցի։ Գիտեք խի եմ ասում, եթե հանձնվեի այն առաջի 5 տարին, արդյունքը իզուր էր ելնելու իմ կյանքի մեջ, որտեվ Աստված մեկ այլ մեկին կարար բարձրացներ։ Աստծո ձեռքերը չի մնացել իր ջեբերի մեջ, սիրելներս։ Աստված գործում այսօր ասա, Աստված գործում ես իմ կյանքի մեջ, գործում ես իմ կյանքի մեջ։ Ամենառաջի միսիայի ծառայությունը պետք է գնայի Թուրքիա 2018 թվականին, Վարդուն եկա ասեցի Վարդ պետք է գնամ միսիա, full time գնում եմ աշխատում եմ 40 ժամ դուրսը ու գալիս եմ եկեղեցում ծառայում եմ, պատկերացրեք ինչ է կատարվում։ Ու ֆինանսապես շատ վատ վիճակի մեջ էի, սիրելներ, որ ասեմ սենց ծերը ծերին էինք հասցնում։ Ու հետաքրքիր է, եկա ասեցի Վարդ պետք է գնամ միսիայի, մոտ 3000-ից ավել գումար է պետք։ Վարդուին ասեց, պետք չի ասեց, եթե պետք է պարտքով գնաս, դա տիրոջից չի երևի։ Լսեցի ու անցա առաջ, սիրելիս։ Գնացի առաջ, գնացի, մեկ է Սուրբ Հոգին աղոթում եմ, Տեր, գնամ, չգնամ, բայց սիրտս ուզում է, վառվում է մեջս։ Հասկանում եք, ես էլ եմ բնավորությունը չունեմ, գնամ ասեմ, գիտեք, ուզում եմ գնամ եկեղեցի ինձ բան։ Հասկանում եք, ու այդ ժամանակ Սուրբ Հոգին պարզ ասեց, Աստծո ձայնը, sense պարզ ոնց որ իմ ձայնը լսում եք, այսպես լսեցի, սիրելիս։ Ասեց, եթե դու կպնես իմ սրտին, ես էլ կպնելու եմ քո կարիքներին։ Այդքան բան լսեցի։ Եթե դու կպնես իմ սրտին, ես էլ կպնելու եմ քո կարիքներին։ Եկա տուն, ասեցի Վարդ, ասեցի, Սուրբ Հոգին ինձ ասեց, եթե ես կպնեմ իր սրտին, ինքն է կպնելու է մեր կարիքներին։ Ես պետքա գնամ ու գնացի։ Գնացել եմ միսիայի ու եկել եմ սիրելի եկեղեցի, գնացել եմ միսիայի ու եկել եմ, լսեք։ Հովիվ Ռիկը այստեղ կանչեց ինձ իր օֆիսը ու ասեց, մեր միսիայի հովիվը 35 տարի ավել ինքնածառայող եղել, թոշակի է անցնում ու այդ ծառայություն ուզում ենք քեզ տանք։ Հասկանում եք ինչ է կատարվում։ Քո երեխաների դպրոցի tuition-ը փակելու ենք ու սա լինելու է քո full time աշխատանքը։ Ոչ մի բանի մասին չմտածես։ Ես ուզում եմ ընթացքի մասին այսօր խոսամ։ Ես ուզում եմ այսօր ընթացքը խրախուսեմ ձեր մեջ, սիրելի եկեղեցի։ Ընթացքը շատ դժվար է։ Ընթացքը դժվար էր Հովսեփի համար, ընթացքը դժվար էր Դանիելի համար։ Մի համարիր ուշացումը որպես մերժում քո կյանքի մեջ։ Հրեշտակը ասաց Դանիելին այս խոսքերը. 70 տարվա սպասումներու ընթացք։ Հիշում եք, երբ որ Բաբելոնը եկավ ամբողջ Իսրայելին հանեց Երուսաղեմից դուրս, նրանք գերի էին, Սեդրակ, Միսակ, Հաբեդնակով, Եզեկիել, մարգարեները, բոլորը գերիներ էին Բաբելոնում։ Բայց երբ որ 70 տարիները սպասում էր, Դանիել ասում էր, Տեր, բայց չէ որ դու ասել ես, երբ որ 70 տարիները լրանան, դու այցելելու ես։ Նա խնդրում էր ու խնդրում էր։ Եվ Դանիելը ասում է, գիտեք ինչ կատարվեց, ասում է Դանիելը երբ որ Տիրոջը խնդրեց Դանիելի 10-րդ գլխի մեջ խոսքը սա եղավ։ Առաջին իսկ օրվանից երբ որ աղոթեցիր, քո խոսքերը լսվեցին, Դանիել։ Նա 21 օր հոգսի ու ծոմի մեջ մտավ, բայց Աստված երևաց նրան 21 օր հետո։ Ասում է Դանիել, այն առաջի օրը որ դու խնդրեցիր, ես արդեն լսել եմ, ուղղակի ես քեզ պատասխանում եմ 21-րդ օրը։ Հասկանում եք, դու երբ որ խնդրում ես, դու սերմը սերմանում ես հողի մեջ, քույրս եղբայրս, սերմը ընկնում է հողի մեջ, ընթացքը Տիրոջ ձեռքերի մեջ է, ամեն։ Տերը պատասխանելու է, փառքեր Հիսուսին։ Երկնքում պատասխանը տրվում է անմիջապես։ Երբ որ աղոթում ես, պատասխանը երկնքում անմիջապես տրվում է։ Իսկ երկրի վրա այն դրսևորվում է ժամանակի մեջ։ Այսպես է միշտ։ Որտեվ Աստված երկրի վրա մեզ է պատրաստում, որ մենք ստանանք դա, քույրս եղբայրս, հասկանում ես։ Ես սրա մասին խոսացել եմ Քրոնոս ու Քայրոս ժամանակների մասին։ Սրա մասին մեծ քարոզ ենք տվել։ Ամեն։ Եվ հետաքրքիր է Ամբակումին մի խոսք ասում, Ամբակումի 2:3 ասում է, որովհետև տեսիլքը, լսեք, որովհետև տեսիլքը դեռևս որոշված ժամանակի համար է։ Եվ շատ, ասում է, եւ շտապում է դեպի վախճանը, դեպի կատարվելը։ Տերը որ քեզ մի բան ցույց է տալիս,
այդ ցույց տված բանը քեզանից արագ է վազում առաջ, որ կատարվի։ Ամեն։ Բայց արգելքներ կան դրա համար։ Լիքը արգելքներ են լինում, լիքը հոգևոր պատերազմներ դրա դիմաց։ Եվ ասում Աստված չի ստում։ Եթե նույնիսկ հապաղի, լսեք, սպասիր նրան, որովհետև անպատճառ պիտի գա եւ չի ուշանա։ Ամեն ուշացման ժամանակ բացում եմ Ամբակումի 2:3-ը, ասում եմ Տեր դու ասել ես սպասիր, անպայման գալու է ու չի ուշանալու։ Տեր եթե անգամ ես չտեսնեմ, երեխեքիս սերունդը պետք է տեսնեն։ Հալելույա։ Դու այնքան մեծ Աստված ես, որ իմ կյանքի ապրած օրերը շատ սահմանափակ են քո ամբողջը տեսնելու համար։ Պատկերացրեք Աբրամին ասեց Աբրամ, ես քեզ ազգերի հայր եմ անելու։ Հիմա Աբրամը պատկերացրեք այստեղ կանգնի ու տեսնի ասի, վայ Տեր Աստված, ես ինչ արեցիր։ Այս ամբողջ այս Middle East-ը, այս բաները, այս ինչ հավատ եկեղեցի մեկ խոսքի համար, որ նա հնազանդվեց ու սպասեց, որ Աստված մեծ գործեր անելու իր կյանքի մեջ, ամեն։ Երբ որ Աստված տալիս է ստանալը, մենակ քո համար չի, քո սերունդների համար է։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին, հալելույա։ Երկրորդը Աբրահամի օրինակն է շատ հետաքրքիր։ Ծննդոց 12:2-ի մեջ Աստված խոստացավ նրան որդի, հիշում եք։ Գնա, ես քեզ օրհնելու եմ, ես քեզ որդի եմ տալու։ Ծննդոց 21:5-ում Աբրահամը 100 տարեկան էր, երբ Իսահակը ծնվեց։ 25 տարվա ընթացք ու սպասել, 25 տարիներ։ Ինչ կատարվեց Աբրահամի կյանքի մեջ։ Առնվազն մեկ անգամ ստեց, երբ որ նեղության մեջ ընկավ, ասեց Աբիմելիքին իմ քույրն է Սառան, փորձություններով անցավ։ Իսահակին էր Աստված խոստացել, Աբրահամը ասեց, դե գիտես ինչ կա Սառա, քանի որ դու ես ծերանում, ես էլ եմ ծերանում, ախր այս ծերության հասակում անհնարին է, որ մենք տեսնենք այն ինչ որ Աստված ասում է, սպասեք դրա համար, ամեն։ Արի աղախինը, Սառան ասեց աղախինիդ հետ մտի հարաբերվի եւ միգուցե դա է Աստված անելու։ Աստված, այո, Իսմայելը ծնվեց, բայց Իսմայելը չէր նպատակը սպասելու ժամանակ։ Իսահակն էր նպատակը, սիրելիս։ Սպասիր Իսահակին։ Ասա Տեր իմ կյանքի մեջ թող Իսահակներ ծնվեն։ Տեր իմ ընթացքի իմ սպասելու ժամանակ թող ծնվեն Իսահակներ, թող ծնվեն խոստումներ, տեսիլքներ, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ 25 տարվա սպասում, ինչու։ Որ ոչ ոք չասի դա մարդկային ուժերով եղավ։ Սա շատ կարևոր է։ Ինչու Աստված միանգամից չի տալի խնդրելու ու առնելու ժամանակը միանգամից չի լինում։ Շատ ժամանակ, շատ մեծ ընթացք ենք անցնում, որտեվ կասենք դա մենք արեցինք։ Մեր ուժերով արեցինք, մեր ռեսուրսները արեց, քանի որ դեռ հնարավորություններ ունեինք, Աստված ասում է, երբ որ քո ամբողջ հնարավորությունները մարեն, վերջանան, ոչ մի բան չլինի, պատասխանը նոր ես կտամ, որ ասես Տերը արեց։ Փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հիշիր սա, սիրելի քույրս, եղբայրս, հիշիր սա։ Երբ դու խնդրում ես մեկ բան, Աստված անում է 10,000 գործողություն ու բան քո կյանքի մեջ։ Դու որ խնդրում ես մեկ բան, Աստված մենակ քո խնդրանքը կատարելու համար, նա այլ մարկանց սրտերի հետ է աշխատում։ Նա այլ ժամանակների մեջ պարագաներ, գործեր, ընթացներ, բիզնեսի մարդիկ, նա պատրաստում է քո ընթացքի համար, հասկանում ես։ Նա պատրաստում է քեզ մի լավ բանի համար ու մեծ բանի համար, բայց ոչ թե միայն քեզ, նա այլ մարդկանց սրտերի մեջ էլ է աշխատում քո համար, քո պատասխանի համար, հալելույա։ Ուրեմն այսպես ինչ է կատարվում սպասման ու ընթացքի մեջ։ Ինչ է կատարվում։ Սպասման ու ընթացքի մեջ սիրելի եկեղեցի Աստված մաքրում է քո շարժառիթները, քո դրդապատճառները, ամեն։ Աստված ամրացնում է քո հավատքը, քո արմատները իր մեջ։ Աստված պատասխանում է ճիշտ ժամանակը, պատրաստում է քեզ ճիշտ ժամանակի համար, Աստված պատրաստում է քեզ ճիշտ մարդկանց համար, ճիշտ հարաբերությունների համար։ Շատերին ասում եմ, երիտասարդներին մի վրազեք, ուղղակի ամուսնանաք, մի վրազեք։ Դուք հասկանում եք, մեկ ընտրություն եք անելու, շատ արագ, բայց ամբողջ կյանքդ ընթացք ես անցնելու այդ մարդու հետ։ Այդ քույրիկի կամ այդ եղբոր հետ։ Թող Տերը բերի քո կյանքի մեջ այն ինչ որ Տերն է պատրաստել։ Մի վրազեք ձեր ընթացքի մեջ։
Շատ ժամանակ մենք է բան ենք կլնում, վայ գիտես, դարավ 29, 30, վայ 32 տարեկան, ոչինչ, դա ընթացքն է։ Տերը օրհնելու է, Տերը մի հատ հավատարիմ քույր ու եղբայր է տալու, սիրելի քույրս եղբայրս, քո ընթացքի մեջ Տերը օրհնելու է քեզ, եթե դու հավատարիմ մնաս նրան։ Քո պատասխանը մոտ է, ամեն, ամեն, փառքեր Հիսուսին։ Քո պատասխանը մոտ է, փառքեր Հիսուսին։ Մեր ընթացքի մեջ Աստված պատրաստում է մեզ։ Եսայի 40:31-ը շատ հստակ ասում, սիրելի եկեղեցի, լսեք։ Սա այն համարն է, որ կոֆեի բաժակների վրա գրված է, որ գնաք պատերի վրա, նկարների վրա, բայց նրանք, ովքեր սպասում են Տիրոջը, բայց նրանք, ովքեր ընթացքի մեջ են, նոր ուժ կստանան։ Եվ հետո շարունակում ասում է, արծվի նման նրանք կսավառնեն, քույրս եղբայրս։ Դու քո կյանքի մեջ տեսել ես արծվի նորոգվելը։ Ձեր արծիվը ոնց է նորոգվում, ոնց է ինքը իր փետուրները իր վրայից հանում, ոնց է ինքն իրեն ժայռի վրայից գցում, ոնց է նա իր կտուցը ջարդում ու նորը, որպեսի նորոգվի։ Արծվի կյանքի մեջ գալիս է պահեր, շատ դժվար սպասման պահեր ու ընթացքներ, եթե նա չնորոգվի, նա կմահանա։ Հասկանում ես, բայց Աստված ասում է, ես եմ քեզ նորոգելու։ Քո այն դժվար պահը, սուղ պահը, որ դու սպասելու պահը արդեն գրեթե ուզում ես հանձնվես, թողես ինչ որ մեկի համար, քո համար ինչ որ մի բանի համար, չգիտեմ ինչ կա քո սրտի մեջ, այդ պահի համար Աստված քեզ նորոգում է։ Ու մի գերբնական ուժ է տալիս քեզ։ Ու դու ես զարմանում, ոնց այս ուժը տվեց, ոնց անցա այս 10 տարիները։ Ու մեկ էլ պատասխան ավելի է մոտենում, քույրս եղբայրս։ Սպասելը նշանակում է սա։ Ոչ թե Աստված ոչինչ չի անում քո կյանքում, այլ Աստված աշխատում է անտեսանելի ձևով քո կյանքում։ Ես գոհ եմ այդ Աստծուց։ Ես գոհ եմ այդ Հիսուսից։ Ու հավատքը ինչ է, չտեսած բաների ապացույցն է։ Դրա համար մեր Տերը ասեց, այնինչի համար աղոթեք, հավատացեք։ Քույրս եղբայրս խնդրում եմ, հավատացեք ձեր սերմանած սերմի համար։ Հավատացեք այն աղոթքը, որ դուք եք սերմանել։ Եվ մի մտածեք պատասխանի վրա։ Պատասխանը շատ մեծ է, դու չես կարա դա ուղղակի պատկերացնես, այնինչ որ Աստված քո համար պատրաստել է։ Հասկանում ես, կենտրոնացիր ընթացքի վրա, քույրս եղբայրս, հիշիր այս ճշմարտությունը, խնդրելը փոխում է քո իրավիճակը, իսկ սպասելը փոխում է քեզ։ Հալելույա Տեր Աստված։ Խնդրելը, հալելույա։ Փոխում է իրավիճակը ամեն օր։ Սերմը գցել ես հողի մեջ, նա պետք է մահանա։ Հիսուս ասեց, եթե սերմի հատը չմահանա, նա չի ծնվի։ Հասկանում ես։ Եթե այդ սերմանած սերմին ասես, ես քեզ սերմանելու եմ հողի մեջ, դու պետք է մահանաս ու քո վրա ճնշում, ազդեցություն է գալու, սերմը կասի կյանքիս մեջ տես բան չանես։ Բայց երբ որ սերմը տեսնում է պտուղը իրենից ծնված, հասկանում եք, ասում է Տեր, ամեն բան քո փառքի համար էր, փառքերը մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Հռոմեացիների 5:3-4 խոսքերը ասում է նեղությունը համբերություն է առաջացնում։ Համբերությունը փորձառություն, փորձառությունը հույս։ Իսկ ինչ է հույսը քրիստոնյայի համար, օդ շնչելու։ Երբ որ հույս չկա, կարծես կյանքիդ մեջ օդը կանգնած է, չի բավարարում քեզ, հասկանում ես, քույրս եղբայրս, երրորդ կարճ օրինակը բերեմ եւ կանգնելու ենք եւ դավանելու ենք այս խոսքերը։ Հակոբի օրինակը մենք անցյալ կիրակի խոսացինք։ Ծննդոց 28:15-ի մեջ Աստված խոստացավ, ես քեզ օրհնելու եմ Հակոբ։ Հակոբ, ես քեզ օրհնելու եմ, գնա։ Ես քեզ մեծ մարդ եմ անելու։ Բայց ինչքան տարիներ անցավ,
14 տարի Լաբանի համար ծառայեց։ Այն ինչ որ ինքը իր եղբոր գլխին բերեց, իր քերին իր գլխին բերեց։ Ամեն, Ռաքելին պետք ատար, Լիային տվեց, հետո Ռաքելի համար, բայց քանի որ նա Հակոբն էր, վերջի 6 տարիներ իր քերու քթի ծակերից բերեց։ Գիտեք ինչ արեց, սիրելներ։ Երբ որ Ռաքելին էլ առավ, Լիային էլ առավ, դե էլի Հակոբն էր, էլի իր ուժերի վրա հիմնված։ Վերջի 6 տարին էլ ասեց, այս գառները բան խառնելու եմ իրար ընես կանեմ, որ իմը կաճի կբազմանա, Լաբանինը կքչանա, այդպես էլ եղավ։ Այնքան շատացավ իր ունեցվածքը, ու ասեց, Լաբանի աղջիկները ասեցին, մենք պետքա գնանք, մենք չենք կարող նույն տարածքի մեջ մնանք։ Հասկանում եք, սիրելի եկեղեցի։ Եվ այդ ճանապարհին Աստված փոխեց Հակոբին։ Հակոբ ասեց, էլի դու Հակոբ ես։ Դու չես հասկանում ընթացքը, հիմա դու ոչ թե ընթացքի մեջ ես, դու արդեն պատասխանը ստանալու մեջ ես, որ ես քեզ մի անգամ ասել եմ, որ ես քեզ օրհնելու եմ, գնա, երկրորդ անգամ ասել եմ, ետ վերադարձիր, ու դու ետ վերադառնալու ժամանակ էլի չես փոխվում, Հակոբ։ Ու Աստված այդ ժամանակ կպավ Հակոբի ամենաթույլ մասը, այս կողքին, ջիլին, Հակոբը ընդհանրապես հանձնվեց ընթացքի մեջ, թողեց։ Ընթացքի մեջ թույլ տուր Աստված քեզ փոխի։ Եթե քույրս եղբայրս թույլ չտաս, կյանքն է քեզ կպնելու։ Իրավիճակներն են քեզ կպնելու։ Ինչ որ բաներ ա լինելու քո թույլ կողմին ա կպնելու եւ այդ ժամանակ հավատա, այդ ժամանակ դու թույլ ես տալու որ Աստված գործի, որովհետեւ արդեն դու քո ուժերի վրա չես կարողանալու հիմնվես։ Ամեն սիրելի քույրս եղբայրս մինչև ստանալը Հակոբը անցավ մենակություն, խաբվածություն, պայքար Աստծո հետ եւ այդ պայքարում Աստված փոխեց նրա անունը։ Սիրելի քույրս եղբայրս, խնդրեցեք եւ պետք է ստանաք։ Եվ խոսքը շարունակում ասում է, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Ստանալու մեջ ուրախություն կա։ Եթե անկեղծանանք իրոք Տիրոջ հետ, ընդամենը մի քանի վայրկյան խնդրելու մեջ կա որոշ ուրախություն։ Խնդրում ես, որտեվ դեռ հույսեր ունես շատ արագ է լինելու։ Ընթացքի մեջ ուրախությունը մահանում է, ընդհանրապես մահանում է, հույսերդ կոտրվում են, մահանում են, բաներ կա մեր կյանքի մեջ վերջանում են։ Բայց երբ որ ստանում ես, չի ասում, որպեսզի ուրախանաք, ասում է ձեր ուրախությունը կատարյալ լինի։ Այս սկզբնական ուրախությունը, որ ես քեզ ցույց էի տվել, կատարյալ լինի։ Զույգերը ամուսնանում են, ամուսնությունը լավ է, ուրախանում են, օրհնությունը իրանց կյանքի մեջ ընդունում են, ընթացքի մեջ 1 տարի, 2 տարի երեխա չկա, 3-4 տարին արդեն կողքից էլ որ հուշում են, ասում են, բա մի բան կարող է, ինչքան ասում են, այնքան ավելի վատ են զգում, ընթացքի մեջ հանձնվում են, բայց հիշիր, երբ որ ծնվում է, տեսիլքը ծնվում է, հույսը ծնվում է, երազը ծնվում է, ու տեսնում ես քո ձեռքի մեջ այն ինչ որ Աստված պատրաստել էր, ասում ես Տեր, փառք քեզ ընթացքի համար։ Փառք քեզ ընթացքի համար իմ Տեր։ Փառքեր Հիսուսին։ Վերջնական նպատակը կատարյալ ուրախությունն է, սիրելի եկեղեցի։ Այսօր դու կարող ես լինել այդ 3 տեղերից մեկում։ Լսեք, այս 3 տեղերից մեկումը սա է։ Դու կարող ես լինել 3 տեղերից մեկում։ Դու պատրաստվում ես հիմա խնդրել, մենք աղոթելու ենք։ Դու պատրաստվելու ես ինչ որ մի բան խնդրես քո կյանքի մեջ։ Կամ դու սպասում ես դեռ, էսի ամենադժվար բանն է, ու քո կյանքի մեջ չեմ հրճակելու ինչ որ մի բան ասեմ հիմա, քո սպասելու մեջ հրճակում եմ որ հենց հիմա լինի, չէ։ Աղոթելու եմ որ քո սպասման ժամանակ Աստված քեզ ուժ տա։ Ուժ տուր ինձ Տեր Աստված։ Նորոգիր ինձ արծիվի պես Տեր Աստված։ Եվ երրորդը, դու արդեն պատրաստվում ես ստանալ։ Դու ստանալու ճանապարհին ես, հալելույա Տեր։ Գաղատացիների 6-ին ասում է չհոգնեք, բարի գործ անելիս, որովհետև իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Եթե ընթացքի մեջ չթուլանաք, տեսնելու եք ձեր տան մեջ աճ, ձեր որդիների կյանքի մեջ աճ,
Արման ջան, քո կյանքի մեջ տեսնելու ես աճ։ Աստված օրհնի քեզ աղբերս։ Տերը գործում է քո կյանքի մեջ։ Դու շրջապատված ես առողջ ծնողներով, լավ ընտանիքով։ Ու Տերը ասում է, «Են քո անցած տարիներդ ես քեզ ուղակի սերմ էի դրել։ Ու շատ բարդ իրավիճակ էր, բայց ես գործում եմ քո արմատների վրա, խորացնում եմ քեզ, ավելի եմ քեզ խորացնում, ու քո կյանքի փորձառությունը դառնալու է դավանություն, ու քո հետևը կան ջահելներ կանգնած, ջահելներ, աղբերներ կան կանգնած, որ դու անցել ես Հովսեփ, որ դու անցել ես ընթացք, դու անցել ես իրավիճակ ու դու գիտես, այդ իրավիճակի մեջ աշխարհի խաբեությունը, ամեն բան գիտես, դու գիտես ու գիտես, բայց ասում ես Տեր փառք քեզ ընթացքի համար հիմա, ինչ լավ է որ չես կոտրվել ընթացքի մեջ, Աստված քեզ նորոգում է քո ընթացքի մեջ, փառքեր Հիսուսին, կանգնենք, սիրելի եկեղեցի, մենք փառաբանելու ենք հիմա, ես խնդրելու եմ որ Սուրբ Հոգու կրակը այցելի մեզ, արի Սուրբ Հոգի ընթացքի վրա, արի Սուրբ Հոգի ընթացքի վրա, արի Սուրբ Հոգի ինչքան բաներ ենք խնդրել, Տեր փառքես այսօր այս խնդրած եկեղեցու համար, փառքես, որ Տեր Աստված, անգամ փառքես, որ ամեն խնդրվածք մի անգամից չես տվել Տեր, որովհետև ես կփչացնեի դա Տեր Հիսուս, Տեր փառքես Տեր, որ իմ ընթացքի մեջ Տեր հավատքս նորոգվեց նորից, ասա հավատքս նորոգվեց նորից, հավատքս նորոգվեց նորից, փառքեր Հիսուսին, մինչև հիմա իմ անունով ոչինչ չեք խնդրել, խնդրիր հիմա, դու ունես մեկը բարեխոսը երկնքում քո Տեր Հիսուս Քրիստոսը, սիրելի քույրս եղբայրս խնդրիր Հիսուսի անունով, խնդրեցեք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը կատարյալ լինի, այն ամենը, ինչ աղոթքով խնդրել եք, խնդրեցիք, հավատացեք, որ կստանաք, ու դա կտրվի ձեզ, դա լինելու է, միևնույն է դա լինելու է Տեր, դա լինելու է Տեր, ուղղակի ես խի չհավատամ Տեր, ես հավատում եմ Տեր, ես հավատում եմ, ես խնդրում եմ Քրիստոս հավատքը, ասա Տեր, զորացրու իմ հավատքը Տեր, նորոգիր ինձ նորից, արծվի նման նորոգիր իմ կյանքը Տեր Աստված, ես ուզում եմ նորոգված, վերականգնված կյանքով մոտենալ քեզ Տեր Աստված, փառքերը քեզ Տեր Հիսուս Քրիստոս, Հայր ես դավանում եմ հավատք այստեղ, հավատք ոչ թե ստանալու համար, հավատք եմ հիմա խնդրում ընթացքի համար, պրոցեսի համար, սպասելու համար, փառք ես Հիսուս, ստանալը տալը դա քոնն է Տեր, դա քո գործն է Տեր, անգամ վերնատանը Պենտեկոստեի օրը, Տեր ասեց գնացեք ու սպասեք, որ վերից զորություն պետք առնեք, նրանք պետք է սպասեին, ինչ էլ անեին, չանեին, սպասված բան չէր կարա լիներ, մեր կյանքում ամեն ինչ նախատեսված է, սիրելի քույրս եղբայրս, Տերը ամեն բան արդեն հոգացել է, Հայր Աստված, շնորհակալ եմ քո որդու Հիսուսի համար, նրա թափած այրան համար, այրան զորության համար, քույրս եղբայրս, եթե կյանքիդ մեջ դժվարություններ, խնդիրներ, ինչ որ կա, հիմա մեկ բան արասա, ուխտս նորոգում եմ Տեր քո հետ, հալելույա, նորոգում եմ Տեր, որոշում եմ կայացնում, որ ուխտս նորոգելու եմ քո հետ Տեր Հիսուս, փառք ես Տեր Հիսուս, ասա այս խոսքերը Տեր Հիսուս, ես քեզ ընդունում եմ իմ կյանքում, Տեր և անձնական փրկիչ, իմ կյանքը տալիս եմ քեզ, հանձնվում եմ Տեր, օգնիր ինձ, ներիր ինձ, սրբիր իմ կյանքը, արյունովդ լվա, շնորհակալ եմ Տեր Հիսուս, շնորհակալ եմ Տեր Հիսուս իմ փրկության համար, շնորհակալ եմ այսօրվա համար,
Եվ իմ ընտանիքի համար Հիսուսի անունով եկեք երկրպագենք միասին Ողջ վարդը,